Արամ կանգնի, խնդրում եմ։ Ինչ է, լավ չես։ Ես լավ եմ, երբ որ իմ կողքին ես։ Ես մենակ քո հետ եմ ինձ լավ զգում։ Արամ, չեմ հասկանում հետս ինչա կատարվում։ Սոն ամեն ինչ լավ է լինելու։ Դու լավ մարդ ես։ Ամեն անգամ, երբ որ տեսնում եմ քեզ կամ խոսում եմ հետդ, լավ կլինի գնանք։ Ես գործեր ունեմ։ Հետո երբ որ ազատվեմ կխոսենք։ Արամ, ես քեզ սիրում եմ։ Մի քանի օր էլ չի անցել ու այս աղջիկը չնայած իմ ինչ գործն է։ Ես ինչի պիտի նեղվեմ։ Քեսեք, ինչ ես ուզում։ Դու երեկվա ասածներս հասկացար, թե չէ։ Ես քո համար ինգան չեմ, որ գոռաց վախենամ, անեմ են ինչ ուզում ես։ Կվախենաս։ Անենց կվախենաս, որ կյանքումդ երբեք չես վախեցել։ Ես հիմա ավելի համոզված եմ, որ դու ինչ-որ մի բան ես արել ինգային։ Ձենդ կտրի ու վերենգի մեքենան որ գնում էիր գնա։ Բերանդ էլ փակ կպայես։ Դու տականք ես։ Եթե մի անգամ էլ տանս կողմեր երևացիր, այս տաքսու տեղը կնստես կատաֆալկա։ Ու լավ հիշի ես մի բան երկու անգամ չեմ ասում։ Իսկ քո հանդեպ մեծակի եմ գտնվել ու երրորդ անգամ եմ ասում ու վերջին։ Մամայիդ էլ կբարևես։ Արամ, ինչ եղավ։ Արամ, քո հետ եմ խոսում։ Ինչ եղավ քեզ։ Ամեն ինչ նորմալ է։ Օֆիս։ Տղերքը գտել են Ռամին։ Որտեղ է։ Ամբողջ գիշեր նստած խմում էր մի տեղ ու միջև հիմա էլ այդ նույն տեղում է։ Քշի Ռամի մոտ։ Հա, բայց մի բաներ կա։ Ռամի հերն է մահացել 3 օր առաջ։ Քշի։ Մենակ ես։ Հա, մենակ եմ։ Այսինքն դու ես վարել մեքենան։ Հա, ինչի։ Լավ կլիներ, որ մի առժամանակ չվարեիր։ Կարող ավատանաս ու ինչ։ Շատ լավ գիտես ինչ։ Չես ուզում մի քիչ քայլենք։ Ինչի համար, մամ։ Ես քեզ չեմ հասկանում։ Ինչ ես ուզում։ Ինչի ես քեզ նենց պահում, իբր ես երջանիկ նորապսակ եմ։ Դու գիտեիր, որ ես չեմ ուզում ամուսնանամ։ Իսկ ամուսնանալուց առաջին օրից ուզում եմ Առնոյից փախչեմ։ Դու գիտեիր, չէ՞։ Արփի, ես հիմա էլ շատ բան գիտեմ։ Բայց դա չի նշանակում, որ չեմ անհանգստանում քո համար։ Եթե նույնիսկ անհանգստանում ես, դա ինձ էլ չի օգնի։ Արփի։ Մամ։
Փաստորեն եկար։ Այս դեղերը պետքա խմի։ Ես ինքս արեմ։ Լավ է, որ մեծացել ես, ինքնուրույն ես դարձել։ Լավ, Սոնա, ես գնամ։ Զանգեմ։ Լավ։ Ես գնում եմ պարկեմ։ Դու միշտ ձևը գտնում ես, չեմ ես խայտարականելու։ Հիմա էլ ամբողջ շենքը հարցնում է, թե ուր է Սոնան եղբոր թաղմանը։ Բոլորն իրենց պարտքն են համարում, հարցնեն ինչի չեր եկել այդ աղջիկը, ինչի ատնից փախել, ինչի են մոստի տակ գտել։ Նելի իմ համար մեկ է, հերիք է արդեն։ Ինչ չի հետաքրքրում, թե ով ինչ է ասում։ Ես թքած ունեմ, ու քեզ էլ չպետք է հետաքրքրի։ Մամայի հետ տենց չխոսաս։ Ես ավելի լավ է ընդհանրապես չխոսամ։ Մա։ Սուս մնա էլի։ Անիտա, Արմեն ոնց է։ Տնից դուրս է եկել։ Չի ուզում ցույց տա, որ լավ չի։ Իսկ Եվան մեր տանն է մնում։ Հա։ Դա ճիշտ որոշում է։ Հիմա նրան մենակ չի կարելի թողնել։ Դու լավ ես։ Ես հա, բայց արդեն ուզում եմ գնանք տուն, որովհետև ես 4 պատերի մեջ մնալուց ավելի եմ վատանում։ Պապ, դե եթե պետք է, ուրեմն մնա։ Ես ուզում եմ դու առողջ լինես։ Ես լավ եմ։ Եթե հանկարծ Արնոն։ Պապ, ամեն ինչ լավ է։ Ստոտ լավ, հա։ Հա, լավ է։ Մենակ դու շուտ առողջացի։ Ես լավ եմ։ Ես շատ լավ եմ։ Հո՞։ Միանակ ստոցի մեր ինչ։ Սոտո։ Մեզ մենակ դու։ Վրամ։ Հերիքը խմես։ Ինչ ես եկել։ Ուշքի արի հետդ խոսալու բան ունեմ։ Ես քո հետ խոսալու բան չունեմ։ Իսկ ես քո հետ խոսալու բան ունեմ։ Ուզես թե չուզես։ Ստիպելու ես, հա։ Եթե պետք լինի, հաստիպելու եմ։ Ինչ ես եկել։ Ինչ կա։ Ինչ ունես ասելու։ Այն ժամանակ ասում էիր, որ դու ես ինձ փող տալիս։ Դու ոնց ասես ես տենց էլ պիտի անեմ։ Հիմա էլ դու չես տալիս։ Իրավունք ունեմ, չես ինձ ճոխություններից սուտ տամ։ Կարա՞։ Վարամ հիմա ոչ խմիչք կա, ոչ էլ խմիչք տվող։ Որը սպանել են։ Ու եթե պետք լինի, 100 հոգու էլ կմորթեմ, բայց կգտնեմ դրանց, ովքեր արել են։ Ամեն ինչ պլանավորած է եղել։ Վերտուն են մտել, հետո էլ կամերաները անջատած է եղել։
Ու դու այն մարդն ես, ով կարող օգնի ինձ։ Դու այն մարդն ես, ով պիտի օգնի ինձ։ Ուզես թե չուզես, վռամ։ Պիտի։ Մի բան ասեմ, իմ հերն էլ եմ մահացել։ Ու իմ սիրտն էլ է ցավում։ Իմ հերն էլ է հել առնում։ Իմ հորս մահվանից հետո սրտիս վրա մեծ փոս ա մնացել ու չգիտեմ էդ ինչով ես։ Էդ ինչ ա, քեզ ամեն ինչ կարելի ա, հա։ Ինչ ուզես կարաս անես։ Քո պրոբլեմը պիտի լուծվի, երբ ուզես։ Հələ մի հատ կողքերդ նայի։ Քեզնից բացի էլի մարդիկ կան։ Բայց գողորը չեն սպանել։ Ու տարբերությունը շատ մեծ է։ Ինչ գիտես։ Այսինքն վռամ։ Այդ սպանելը մենակ հենց անում, հա, գնում դնում են գլխին գրակում են, մարդ մեռնում է ու նշանակում է, որ սպանել են։ Չես կարա մարդու հարազատին սպանես ու այդ մարդը մտածմունքից մեռնում։ Այդ սպանել ասվածը մենակ ուղիղ իմաստ ունի։ Չէ։ Դու իմ այն մարդն ես։ Այն միակ մարդն ես հիմա, ով ինձ կարող օգնի։ Գնում ես։ Հա, գնում եմ։ Չես սպասում Առնոյին։ Չէ, կարող է չգա։ Լավ։ Դες գուշ կլինես։ Որ ասնես զանգիր։ Ու պետք չի այդ հայացքով ինձ նայել։ Մի օր չի եղելի, որ ես քո մասին չանհանգստանամ ու չմտածեմ։ Մամ, ես գնամ, չեմ ուզում կռվենք։ Արփի, ես էլ չեմ ուզում կռվենք։ Բայց դու ամեն ինչ կարող ես անել, որ երջանիկ լինես։ Առնում քեզ պաշտում է։ Դու կարող ես անել այնպես, որ երջանիկ ու ամուր ընտանիք ունենաս։ Ինչի չես անում։ Ինչ ես քեզ դժբախտացնում ու Առնոյին հետդ։ Դու պետք է մոռանաս այն, ինչ եղել է Առնոյից առաջ։ Այդ ամեն ինչը մանկական խաղեր են եղել։ Մամ, կարող է խաղեր, բայց ես երջանիկ էի։ Ու ինչքան էր տևելու քո այդ երջանկությունը։ Դու չես հասկանում, որ ես քեզ փրկել եմ։ Շնորհակալ եմ, մամ ջան։ Կանգնի։ Ասում եմ կանգնի։ Բայց դեռ չենք հասել։ Ոչինչ, կանգնի։ Էս ստացեք։
Այդ ինձ ես հա վախացնում։ Ես ինքան չեմ։ Մեկը իմանալու եմ ինչ ես արել։ Կործանելու եմ քեզ էլ ընտանիքդ էլ։ Դու գիտես աղա մտել մեր տուն վարամ։ Չգիտեմ։ Բայց դու լավ գիտես, որ անծանոթ մարդ չէր կարա մտել մեր տուն, տանկամերանեն էլ անջատ էր։ Ես ուզում եմ դու օգնես գտնենք դրանց, որովհետև դու գիտես պապայի գործերի մասին ամեն ինչ, ավելի շատ բան, քան ես։ Ու դու այդ կարաս անես։ Դու ինձնից լավ գիտես, որ լիքը մարդ կարար ցանկանար քո պապայի մահը։ Մենակ նրա համար, որ քեզ վատություն անեին։ Ես գնում եմ վռամ։ Ու քեզ իրիկուն օֆիսում կսպասեմ։ Լավ մտածի։ Ու իմացի, որ ինձ պետք ես։ Ինչ աղել։ Մարկ, ես քեզ ամեն ինչ կպատմեմ։ Այսինքն։ Դե ուզում եմ պատմեմ այն ինչ կատարում Արփիդ, որովհետև արդեն ինձ էլ է իրավիճական հանգստացնում։ Ես զգում էի, ես գիտեի, որ մի բան եղել է։ Մարկ, իրականում ես չգիտեմ ինչ է եղել, բայց այն որ լուրջ է, դա հաստատ։ Սոֆի, ինչ գիտես այդ ասա, ինչ ա եղել։ Խնդրում եմ, արի ես խոսակցությունի մեր մեջ մնա, լավ։ Ու Առնոն ընդհանրապես պետքա չիմանա այս մասին։ Ես գիտեմ ինչ կանում, դու մենակ պատմի ինչ ա եղել։ Ինձ թվում է, որ Արփին մեծ խնդրի մեջ է, ինձ թվում է իրան վախացնում են։ Այսինքն ինչ խնդրեմ։ Դե չգիտեմ, Մարկ, ամեն ինչ այնքան խառն է, չեմ հասկանում ոնց ասեմ։ Դե ոնց կա տենց ասա, Սոֆի, ինչ գիտես այդ ասա։ Ինքը ինձ խնդրել էր, որ իր աղերը վաճառեմ։ Այնքան խառնված ու վախեցած էր, որ ասեց անգամ կարա արժեքից քիչ լինի։ Չեմ հասկանում, ես փողի ինչին է պետք Արփի։ Ես չգիտեմ։ Ես փորձել եմ իմանամ քանի անգամ, բայց ինքը ոչ մի բան չի ասել։ Ինչին շուտ չէիր ասում, Սոֆի։ Մարկ, ասենք որ իմանայր, ինչ պետք է անեի։ Խոսայի, չգիտեմ, մի բան կանեի, բայց պետք է շուտ ասեիր։ Մտածում ես քեզ կասի։ Հա։ Հենց վաճառելու օրը երբ ինքը վերցրեց գումարը, միանգամից գնաց ինչ-որ հանդիպման։ Ես չգիտեմ ում հետ։ Ես իրան հետևեցի, ինքը քաղաքից դուրս էր գնացել։ Երբ որ ինձ տեսավ, ահա որ ջղայնացավ։ Ասաց, որ ամեն ինչ ավելի եմ բարդացնում։ Այսքան բան եղել դու ինձ նոր ես ասում, Սոֆի։ Ես փորձել եմ ինքս օգնեմ, Մարկ։ Սոֆի, դու ինձ պետք է շուտ ասեիր, եկել հիմա ինձ ինչ ես ասում։ Մարկ, դու խոստացել էիր, սպասի։ Հա, բայց ես պետք է խոսամ Արփի հետ։ Եկար։ Չգիտեի որ ստեղ ես։ Քեզ էի սպասում։ Ախպեր, գոնե հիմա հանգիստ ես։ Հա։ Բայց դեմքիցը չի զգացվում, որ ինչ-որ մի բան փոխվել է։ Սոնն այդ տանը երկար չի կարա մնա։ Կամ էլի սենց բան կանի, կամ էլ չգիտեմ։ Պարզ է։ Ինչն է պարզ։ Էն արամ, որ դու նորից քեզ խնդրի մեջ ես գցում։ Արտախր այդ աղջիկը հենց վախեցած է ինձ նայում։ Լավ արամ, կներես, էլ բան չեմ ասում։ Չէ ասա, գիտեմ, որ մենակ աղջիկը օգնող չունի, դրա համար էլ ճնշում են, ինչ չօգնեմ։ Ամուսնացի բերտում է։ Ձեռ ես առնում։
Արամ, ունես տպավորությունը, որ ես քեզ միշտ խորհուրդներ եմ տալիս ու դու գիտես խորհուրդ տալ այդքան հեշտ բան, հա? Լավ, վերջացրու։ Արամ, ինչ ճիշտ հասկացի։ Ես քեզ ուզում եմ հերթական խնդրի մեջից հանեմ, քանի չես ընկե կրակի մեջտեղը։ Արդ հասկացի։ Ես չեմ կարողանում անցնել մարդկանց կողքով, երբ որ իրանք օգնության կարիք ունեն։ Օգնի։ Ժամանակին Աֆյանը օգնել է, հիմա էլ դու ես ուզում օգնես։ Հա, ու չեմ սխալվում։ Դե ուրեմն օգնի ինձ, որ հետո դու օգնության կարիք չզգաս, Արամ։ Ես խոստացել եմ, որ իրեն մենակ չեմ թողնի։ Այդ աղջիկը սիրահարված է քեզ։ Ու դու այդ շատ լավ ես տեսնում։ Հա, բայց ես ուզում եմ ուղղակի օգնել։ Արամ, Արային ինչ ուզում ես։ Մեկը գիտես, ես ինձ զգում եմ այդ արվում։ Ինչ-որ բան է եղել։ Հետդ խոսալու եմ։ Ինչի մասին։ Կարող եմ ներզվել։ Չէ։ Քեզ համար հետաքրքիր չի, երկրորդ անգամ եմ ձեր տուն գալի։ Չես ուզում իմանաս ինչ ա եղել։ Չէ, հետաքրքիր չի։ Եթե ինչ-որ հարցեր ունես, Առնոյի հետ խոսի, լավ։ Առնոն ինձ սպառնում է, ես կարող եմ այստեղից դուրս գամ ու տուն չհասնեմ։ Այսինքն։ Խոսենք ասեմ։ Արի ներս։ Գիտեմ, որ քնած չես։ Ուզում եմ հանգստանամ, էլի։ Նստի, կարևոր խոսելու բան կա։ Ես հիմա ոչ հավես ունեմ, ոչ էլ տրամադրություն հետդ վիճելու։ Նելի ես ոչ մի բան չեմ արել։ Դու հիմա ուզում ես գոռա, ուզում ես քեզ կոտորի, ես միևնույն այն կարծիքին եմ, որ դու ես մեղավոր։ Նելի ինչի ես ինձ այդքան ատում։ Վերջացրու ես կատակերգությունը ու դերասանություն մի արա իմ առաջ։ Շատ լավ տեսնում եմ ով ես։ Նելի հերիքա։ Ես էլ ոչ մի բառ չեմ ուզում լսեմ։ Խնդրում եմ, արի ապրենք նենց, իբր իրար չենք տեսնում։ Ու եթե մենք ստիպված ենք նույն հարկի տակ ապրել, ուրեմն արի չխանգարենք իրար։ Ձևացրու, որ ես չկամ։ Մենք այլևս ստիպված չենք նույն հարկի տակ ապրել։ Այսինքն։ Ես որոշել եմ մամայիս տուն տեղափոխվեմ։ Հատկապես հիմա եղբայրս երկրում չի։ Պարզ է։ Դու տեղյակ չես, բայց մենք բավականին պարտքեր ենք կուտակել։ Տիկոյի մահից հետո պարզվեց, որ պարտքեր ունի։ Ու հետո էլ ես թաղման ծախսերը ու մնացած։ Փոքր գումարի մասին չի խոսքը։ Ես մենակ չեմ կարող համ աշխատել, համ այդ պարտքերը փակել, համ էլ Էմմային պահել։ Հա, նելի, ես էլ կաշխատեմ։ Էդ են պարտքը չի, որ աշխատելով փակենք։ Բա հիմա ոնց ենք անելու։ Ես որոշել եմ տունը վաճառեմ։ Ոնց, Նելի։ Հա։ Ուրիշ ելք չկա։ Այդ մարդիկ ամեն օր զանգում են։ Նելի, բայց որտեղ եմ ապրելու։ Միևնույնն է։ Եթե մենք հիմա բնակարանը չվաճառենք, կգան ու մեզ կհանեն տնից ու խայտարակ կլինենք։ Ավելի լավ է մենք ծախենք ու գնանք։ Նելի, ոնց ես պատկերացնում։ Բա ես ինչ պետք է անեմ։ Բայց ես ինչ անեմ։ Ոնց անեմ, ասա։ Աղբերդ չկա, բայց պարտքեր կան։ Ես արդեն հայտարարություն եմ տվել, որ բնակարանը վաճառվում է։ Ասեք, լսում եմ։
Դու երևի չես գիտակցում, չէ՞ ով է քո Առնուն։ Ես արդեն ասեցի։ Սպասի։ Ես ժամանակ չունեմ։ Եթե ինչ-որ հարցեր ունեք, դիմեք Առնոյին։ Ձեր հարսանիքի գիշեր տանը չի եղել, չէ՞ Առնուն։ Կարս արդեն չասես, պարզ է։ Ճիշտն ասած, ես չեմ հասկանում ինչ եք ուզում։ Լսի, ես այդ օրը գիշերը զանգեցի Ինգային։ Ասեց, որ Առնոն իրա մոտ է։ Դե ես էլ լսել եմ հեռախոսով իրա ձայնը։ Հիմա ինչ եք ուզում ես ասեմ։ Ես չեմ եկել, որ ձեզ ինչ-որ խանգարեմ կամ կռիվ գցեմ ձեր մեջ։ Սկզբից Առնոյին զանգում էի, վերցնում էր, հերքում էր, չգիտեր ուր է Ինգան։ Հիմա էլ սպառնում, ասում է, որ ինձ էլ կսպանի։ Ես միջև վերջ գնալու եմ, պարզելու եմ, թե ինչ արել, բայց իմացի, եթե իմ հետ ինչ-որ մի բան պատահեց, Առնոն ա մեղավոր, ուրեմն հասցրել է ինձ էլ իրա ճանապարհից մաքրի։ Չգիտես Մարկն ուրա գնացել։ Բարև Անիտա։ Ասեմ չգիտես ուրա։ Չէ, չգիտեմ։ Զանգեցի, ասեց տանն եմ։ Մի ժամ առաջ տանն էր։ Խոսեցինք միասին, բայց գնալու մասին ոչ մի բան չասեց։ Ինչ եք խոսել։ Ոնց ինչ ենք խոսել։ Բառարբար պետք է քեզ ասեմ ինչ ենք խոսել։ Չասեց ինչ պլաններ ունի, ուրա գնալու։ Անիտա, ես իրա մայրը չեմ, որ ինձ հաշվետվություն տա։ Չես էլ նկատել, երբ ա տնից դուրս եկել։ Չէ, ես այդ ժամանակ իմ սենյակում եմ եղել։ Ասեց, որ կսպասի։ Չեմ հասկանում ուրա գնացել։ Ինչ ասեմ։ Գնացինք։ Գնացինք։ Ալո, ասա Սոնա։ Արամ, ուզում եմ խոսենք։ Ինչ է եղել։ Ես քեզ շատ չեմ զբաղեցնի, բայց պետք է օգնես ինձ։ Ես հիմա պետք է ինչ-որ բան անեմ, բայց առանց քո օգնության չեմ հասկանում ինչ անեմ։ Լավ, ես մի կեժամից քո մոտ կլինեմ։ Արդյոք պլանները փոխվեցին։ Ու եք եմ։ Սոնայից տուն։ Ախպեր մի հատ բան եմ ուզում ասեմ քեզ էլի։ Դու շատ չես ենթարկվում այդ աղջկա կապրիզներին։ Արդ հիմա Սոնան իմ կարիքը ունի։ Ես մենակ մի բանի վրա եմ զարմանում, Արամ։ Ինքը պատկերացրել է, որ դու իա սպիտակ ձիով ասպետն ես, դու էլ այդ կերպարդ լավ խաղում ես, էլի, հա, բա հետո։ Բա որ մի օր կանգնիասի ուր ես գնում առանց ինձ քեզ թողում, ինչ ես անելու։ Արամ, ինքը շատ լուրջ է տրամադրված ձեր հարաբերությանը։ Արդ ես ընդհանրապես ուզում եմ օգնեմ իրեն։ Մի քանի օր է ճանաչում եք իրար, արդեն ինքը առանց քեզ զանգելու ոչ մի քայլ չի անում։ Բայց ես ոչ մի վատ բան չեմ տրվում իմ արածի մեջ։ Արդ ախպեր, էլ չեմ խոսում, ոչ մի բառ չեմ խոսալու էլ ես։ Չեմ հասկանում, քո համար մեկա, որ Առնուն մարդ է սպանել։ Ես չեմ հասկանում։ Դու լավ էլ հասկանում ես, ուղղակի չես ուզում ընդունես։ Վերջ ես զանգում եմ Առնոյին։ Սպասի, ես ասում եմ Առնունին սպառնում է, դու վերցում զանգում ես Առնոյին։ Հեռախոսս տուր։ Չփորձվես զանգես Առնոյին։ Թե չէ։ Թե չէ, ինչ, հələ մի վարքյան։ Մարկ։ Ես դու ես, հա քրոջ ես վախացնում։ Մարկ, մի րոպե, սա։ Սուս մնա դու։ Ես ավելիավը գնամ։ Դու ոչ մի տեղ չես գնում։ աղջկան։ Հələ ինձ ամեն ինչ պատմի, դու տենամետ ինչ ա։ Մարկ, ես աղջիկը կապ չունի։ Մի վարքյան արտասում, սուս մնա արփի։ Ձերքս թող։ Չեմ թողում, ինչ Թող ես աղջկան վայ։ Արփի ես ամեն ինչ գիտեմ, չխափես ումանից։ Մարկ, ես չեմ խափում, Մարկ, մենք հետո կխոսանք։ Ես աղջիկը կապ չունի, թող գնա։ Սոֆին ինձ ամեն ինչ պատմել է։ Չխափես արփի։ Այդ ի՞նչ ա պատմել, այդ ի՞նչ փողերից ես խոսում, հա։ Այդ ի՞նչ փող ես ուզում քրոջից ես։ Մարկ, թող։ Թող չեմ ուզում, ձերքս թող։ Թող գնամ ասում։ Արի գնանք, արի ես քեզ բանում եմ ասելու։ Արի դենամ ինչ ես։ Թող ես աղջկան։
ինչ է եղել։ Ես ձեզ եմ հարցնում, ես ինչ է կատարվում ստեղ։ Խոսա արփի։ Արա խոսա։ Այս աղջիկը եկել էր ու շտապօգնություն է պետք։ Ոչ մի տեղը չզանգվեց։ Աղգան կարող է դեր։ Հանգստացի սա մահացել է։ Ով է սրա հեղինակը։ Քեզ սպառնում էր, որ կգնա ոստիկանություն։ Ասում էր, որ դու… Ես եմ արել։ Արա դու հասկանում ես գոնե ինչ ես արել։ Դու մարդ ես սպանել, ու սրա համար դու գիտես քո հետ ինչ արնելու։ Պատկերացնում ես թե ուր ես գնալու։ Ես քեզ քանի անգամ եմ ասել անծանոթ մարդկանց առաջ դուրս չբացես։ Արնու ինքը ասում էր, որ դու իր անկերունն ես։ Ինչի հետաքրքրում ինքը ինչ ասում։ Ես քեզ ասել եմ անծանոթ մարդ տուն չթողես, դու ես մեղավոր այսօր, որ սենց է։ Արնու, խնդրում եմ։ Մի բան արա։ Ինչ անեմ։ Կարող է գիտես սա կատու է, որ տանեմ միտեղ բայ մարդ չգտնի։ Սա մարդ է, որին ախպերից սպանել է։ Ու ես ոչ մի բան չեմ կարող անել, ոչ մի բան։ Տղամարդկություն էիր ուզում խաղայր։ Հիմա ես կական ժամանակն կգնաս ոստիկանություն ու կասես, որ մարդ ես սպանել։ Մի անգամից էլ բոլոր արարքներիդ համար պատասխան կտաս։